Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Փաշինյանն իր ուղերձում նշել է, որ աշխատանքն իհարկե անհատի եւ հանրության կյանքն ավելի լավը դարձնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետեւ գոհացուցիչ արդյունքների բերում է միայն արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ լինելու համար աշխատանքը պետք է հիմնված լինի գիտելիքի շարունակաբար զարգացող հմտության, այսինքն կրթության ու կրթվելու վրա։ Վարչապետն իր ուղերձում կարևորել է սեփական գիտելիքն ընդլայնելու եւ հարստացնելու անհրաժեշտությունը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ շնորհավորելով աշխատանքի օրվա կապակցությամբ երախտագիտություն է հայտնել Հայաստանի քաղաքացիներին իրենց ամենօրյա ջանքերի եւ պատասխանատու վերաբերմունքի համար։ Ձեր ստեղծագործ ու նվիրված աշխատանքն է այն հիմքը, որի վրա պետք է կառուցենք ավելի արդար, բարեկեցիկ եւ անվտանգ Հայաստան, նշել է ազգային ժողովի նախագահը։ Իսպանիայի Վալենսիա քաղաքում անցկացված Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ընթացքում Եվրոպական խորհրդարանի падգամավորներ Միրիամ Լեքսմանն ու Ռասա Յունիկևչիենեն բարձր են գնահատել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ու դեպի Եվրամիություն ընթանալու Հայաստանի ջանքերը։ ԵԽ падգամավորները նման հայտարարություն են արել Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը վերնագրով բանաձևի ընդունման ժամանակ։ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ ընդունված բանաձևը նպատակ ունի աջակցել Հայաստանում վերջին քաղաքական զարգացումներին եւ օգնել Հայաստանին Եվրոպական միության ուղղությամբ ընթացող իր նախաձեռնության մեջ։ Լեքսմանը հորդորել է լիակատար աջակցություն հայտնել Հայաստանին Եվրոպական միություն տանող ճանապարհին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական, ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրելյանը կալանավորվել է, տեղեկությունը հաստատել են գլխավոր դատախազությունից։ Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար։ Հիշեցնենք, ԲՏԽ-ն ապրիլի 30-ին բավարարել է Արտուշ Գաբրելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն տալու գլխավոր դատախազի 2 միջնորդությունը։ Թրամփի վարչակազմը Միացյալ Նահանգների կոնգրեսին տեղեկացրել է Ուկրաինային $50 միլիոն ռազմական արտահանման թույլտվություն տալու մտադրության մասին։ Ուղիղ առևտրային վաճառքի միջոցով այս մասին հաղորդում է Kyiv Post-ը, հղումանելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին։ Նշվում է, որ դա տեղի ունեցել առաջին անգամ Թրամփի ավելի քան 100 օր առաջ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ Մինչ օրս ԱՄՆ վարչակազմը առաջնահերթություն էր համարում Ուկրաինայում պատերազմի դադարեցումը դիվանագիտական միջոցներով, այլ ոչ թե ռազմական աջակցությամբ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ուկրաինայի $50 միլիոն զենքի վաճառքի մասին հայտարարությունը ներկայացվել է կոնգրես համաձայն զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի։ Իրանի հյուսիսարևելքում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մայիսի 9-ին չի ժամանելու Մոսկվա։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի 30-ին հայտնել է, որ Մոդին չի մասնակցի երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ տարածախտանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Նա ասել է, որ Հնդկաստանի վարչապետը պաշտոնական հրավեր ստացել է ապրիլի սկզբին, բայց չի գալու։